Երկրի վրա քայլող քաջառույցները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Գարիկ Մնացականի Մովսեսյան։ Ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ծնվել է 1997 թվականի հունվարի 15-ին Տավուշի մարզի Զորական գյուղում։ 3 երեխա են, 1 քույր, 2 եղբայր։ Նա և ժիր էր, և աշխույժ, և համեստ։ Գիտեր, որ պահին իրեն ինչպես դրսևորել։ Դպրոց գնացել է 2004 թվականին։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Եղել է գերազանցիկ։ Զբաղվել է նաև սպորտով, կարատեով։ Ստացել է պատվոգրեր և մեդալներ, որոնցից մեկը Թաթուլ Կրպեյանի անվան հուշամեդալների դիպլոմն է, որը ստացել է 2010 թվականին։ Դպրոցն ավարտելով ընդունվել է Իջևանի Եվրոպական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հեռակաբաժինը։ Բայց նրա բանակ զորակոչվելու ժամանակն էր, ուսումը դեռ կսպասեր, նա դեռ պարտք ուներ հայրենիքի հանդեպ։ Եվ այսպես նա բանակ զորակոչվել է 2015 թվականի հուլիսի 6-ին։ Սկզբում արտաշատ, իսկ 6 ամիս անց կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Արցախ, Թալիշի գումարտակ, որպես կապիջոկի հրամանատար։ Ծառայել է պատվով, որի համար պարգևատրվել է լավագույն զինվոր մարզիկ կրծքանշանով։ Երբ սկսվեց ապրիլյան պատերազմը, մեր հերոսը 10 ամսվա ծառայող էր։ Առաջին իսկ օրից առաջնագծում է եղել, կռվել է արիաբար ու աննահանջ։ Եվ հաղթանակած ու հաղթանակը փայլեցնելով իր ջինջ ու վճիտ աչքերի մեջ շարունակել է ծառայությունը, մինչև զորացրվի և պատվով ու հաղթանակն ուսերին առած տուն դառնա։ Բայց ցավոտ ճակատագիրն այլ բան էր կանխատեսել մեր հերոսի համար։ Նա պիտի հերոսանար իր կյանքի գնով։ 6-րդ պաշտպանական շրջանի N մարտական դիրքերի հեռախոսային կապը վնասվել էր, վերականգնել էր պետք։ Ապրիլի 29-ի գիշերը լույս 30-ի առավոտ 3 հոգով նա ու իր ծառայեկից ընկերն իրենց սպայի հետ գնացել են այդ վնասված կապը կարգի բերելու։ Հակառակորդի դավանենք գնդակը նկատել է և վիրավորում հասցրել նրա ընկերոջը։ Վերջինիս փորձել է օգնել ինքը, Գարիկը, այդ ընթացքում թևից վիրավորվել է նաև սպան։ Ոսոխը չի հանդարտվել, ու մեր քաջին էլ մահացու վիրավորում է հասցրել։ Եվ այդ կապը վերանորոգելը թանկ արժեցավ 3-ի համար էլ։ Արյունարբոյի քիննախնդիր գնդակը կարծես համառորեն փնտրում էր նրանց։ Փնտրեց, գտավ ու հավերժի ճամփոր դարձրեց երկու ընկերներին, կիսատ թողնելով բազում նպատակներ ու երազանքներ։ Իսկ սպան վիրավոր էր թևից, ու նա ողջ էր մնացել։ Փառք և խոնարհում մեր անպարտելիին ու նրա ընկերոջը։ Նա հետմահու պարգևատրվել է ՀՀ արիություն և Արցախի մարտական ծառայություն մեդալներով։ Հերոսի հիշատակը վառ պահելու համար իրենց գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվել է իր անունով։ Իսկ բակում նրա անունը կրող հուշաղբյուր է, որ ամեն անցորդ խմի այդ ջրից ու փառք տա հերոսի հիշատակին։ Ապա շիրմաքարին կից կա խաչքար, որ կրկին հերոսի անունն է հավերժացնում։ Իսկ գյուղ տանող ճանապարհին նկատելի է մի գողտրիկ տաղավար, բեսեդկա, փոքրիկ հուշաքար էլ կողքին, որը կրկին նրա անունով է, որ երբ անցորդն իր ճանապարհից հոգնած նստի և հանգիստ առնի, կրկին փառք տա մեր քաջի հիշատակին։ Այս ամենն ամբողջացնում է առավել կարևոր մի փաստ, որ մեր հզորն ունի հետնորդ և իր անունը կրող նրա եղբոր փոքրիկ, որ մկրտվել է Արցախում, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, և վաղը կմեծանա ու հերոս եղբոր անունն ու պատիվը բարձր կպահի։ Կրկին ու նորից փառք և խոնարհում մեր հզոր ու քաջ Գարիկ Մովսեսյանի հիշատակին։